Երկու ծափ եք դուք հիմա տեսնում, որովհետև Dr. Froome YouTube-յան ալիքում սկսում է իր, չգիտեմ, որերորդ նոր հաղորդումը։ Եթերում Dr. 10-ը կամ Dr. 10 հաղորդումն է, էս ենք կարացել մտածենք, էս է մեր ուղեղը, այսքանն է ներում։ Մենք ստեղծել ենք նոր ֆորմատ, որտեղ կա մի թեմա ու 10 հարց։ Այդ 10 հարցի պատասխանները գտնելու համար մենք հրավիրելու ենք տարբեր հյուրեր, բժիշկներ եւ բժշկամոտ մասնագիտության մարդիկ, ովքեր կփորձեն պատասխանել մեր հարցերին։ Այսօր ունենք շատ սպეციფიկ հյուր, մեր հյուրը Երևան բժշկագիտական կենտրոնի ուրոլոգիական եւ անդրոլոգիական ծառայության ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, Fertility բժշկական կենտրոնի ուրոլոգ բժիշկ Արտակ Մադացյանը, դոկտոր ջան, բարև ձեզ։ Ողջույն։ Մենք այսօր ընտրել ենք մի թեմա, դա առնանդամի պրոթեզավորումն է, ու ամբողջ հաղորդումը ոնց որ կառուցելու ենք 10 հարց առնանդամի պրոթեզավորման շուրջ։ Ինչի հենց ձեզ եմ ընտրել հյուր, որովհետև վերջերս մեր շփումներից ես հասկացա, որ դուք բազմաթիվ երկրներում վերապատրաստումներ եք անցել առնանդամի պրոթեզավորման հետ կապված, բազմաթիվ կադավեր կուրսեր, որոնք դիակային կուրսեր տարբեր ուրիշ մասնագետների մոտ։ Ինչի հենց այս ճյուղի վրա որոշեցիք խորանալ։ Այս մի հարցին պատասխանեք ու անցնենք բուն պրոթեզավորմանը։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես որքան հասկացա ձեր հաղորդման առաջին հյուրն եմ։ Առաջին հյուրն եք, այո։ Ես եմ առաջինը լինել եւ որոշեցի Հայաստանում զբաղվել առնանդամի պրոթեզավորումով, որը չի կատարվել նախկինում։ Խոսքը եռակոմպոնենտ պրոթեզի մասին է, որը բավական ակտուալ խնդիր է եւ դե ինչպես գիտեք Հայաստանում նորամուծությունները մոտ 10 տարի ուշ են գալիս։ Մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերները եւ այդ ուրոլոգիական հանրությունը բավականին վաղուց արդեն կատարում է եւ դա այսօր նոր խոսք է էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման առումով։ Վերջին հանգրվանն է։ Իսկ միակողմանի, բայց երկկոմպոնենտ միակոմպոնենտները կատարվել են Հայաստանում մինչև այդ։ Միակոմպոնենտ, երկկոմպոնենտ չի կատարվել, եռակոմպոնենտ չի կատարվել։ Չի կատարվել, դուք ոնց որ փորձում եք դրա ճանապարհը հարթեք։ Սկսել ենք արդեն, այո։ Հիմա անցնենք մեր բուն հարցերին։ Իդեպ դուք իմ պլանշետի հետևում տեսնում եք Spin Ideas Agency լոգոն։ Եթե դու ես ուզում ունենալ քո հաղորդումը, քո ոդկասթը, ունես սեփական բիզնես, որ ուզում ես քեզ այնքան փող բերի, որ կարողանաս լեյսանը քշել, հետո հասկանալ, որ բենզինով ավտոն է ճիշտ, համեցի Spin Ideas Agency։ Հիմա անցնենք մեր բուն հարցերին։ Առաջինը, երբ պետք է կատարել առնանդամի պրոթեզավորումը, որ դեպքերում է ինքը կիրառվում։ Պրոթեզավորումը դա էրեկտիլ դիսֆունկցիայի, այսինքն ժողովրդի մեջ տարածված իմպոտենցիայի բուժման վերջին հանգրվանն է։ Այսինքն պետք է սկսել փոխել կենսակերպը, նիհարել, դադարեցնել ծխելը, ակտիվ կենսակերպ։ Եթե դա չի բավարարում, դեղորայքային բուժում, ֆոսֆոդիեսթերազա 5-ի ինհիբիտորներ։ Եթե դա էլ որոշակի ժամանակ օգնում է կամ դադարում է արդեն էլ չօգնել, մնացած բոլոր կոնսերվատիվ մեթոդները, երբ որ կիրառում են եւ արդյունք չեն ստանում, այդ դեպքում արդեն մենք առաջարկում ենք պրոթեզավորում։ Քանի տեսակի պրոթեզներ գոյություն ունեն։ Գոյություն ունեն 3 տեսակի պրոթեզներ, բայց ամենաշատ տեղադրվող եւ կատարվող դա միակոմպոնենտ պրոթեզն է, որը ֆիզիոլոգիական չէ, անհարմար է, այսպես ասած, կրելը, հատկապես երբ որ պացիենտը վարտիկով է, ասենք դողազգեստով է, շատ անհարմար է եւ եռակոմպոնենտ, որը ֆիզիոլոգիական է, այսինքն ցանկացած պահի պացիենտը կարող է առաջացնել էրեկցիա եւ ցանկացած պահի կարող է դադարեցնել էրեկցիան։ Այստեղ էքստրա հարթ, ինչ մեթոդով առաջացնում էրեկցիան։ Էրեկցիան դա փակ համակարգ է, որի մեջ լցվում է մոտավորապես 100 մլ ֆիզիոլոգիական լուծույթ, կա ռեզերվուար, այսինքն պահուստ, որտեղ միշտ այդ հեղուկը լցված է եւ ցանկության դեպքում պացիենտը մեխանիզմի վրա սեղմելով առաջացնում է էրեկցիա։ Կնոպկով էրեկցիա։ Այո, մոտավորապես մի 5 րոպեով սեղմում է 5 վայրկյան ներողություն եւ այսպես ասած ինչքան պատվեր ունի, այնքան սեքս է կատարում եւ պատվերի ավարտից հետո նույն այդ կնոպկայի միջոցով սեղմում է, հեղուկը հետ է գնում ռեզերվուար եւ պացիենտը հանգիստ է շարունակում ապրել մինչեւ հաջորդ պատվերը։ Այստեղ լիքը կանայք կուրախանան ինձ թվում է, որ ուզենան իրենց ամուսինները տես պատվերով միշտ Ես ասեմ ձեզ, մեր եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի պրոտոկոլներով, որի ջատակովը դուք եք ինքներդ ես գիտեմ, 91-ից 100% գոհունակություն արտահայտում է պացիենտը եւ ինչն հետաքրքիր 95% դեպքերում գոհունակությունը արտահայտում է զուգընկերուհին, որ շատ գոհ են լինում եւ բավարարված են լինում։
Քանի որ վիրահատական միջամտության մասին է խոսքում, ինչքան է տևում վիրահատությունը ու ինչ անզգայացման բա կատարվում։ Տեսեք, անզգացումը կատարվում է ողնուղեղային անզգացման տակ, այսինքն մեր ուրոլոգիայում ամենաշատ կատարվող անզգացման տեսակը։ Վիրահատությունը կախված բժշկի փորձից տևում է մոտավորապես 1.5 ժամ, բայց դա շատ կարևոր հարց տվեցիք դուք, պետք է հնարավորինս արագ կատարել, այսինքն վերքը քիչ շփվի արտաքին միջավայրի հետ, եւ ինչքան պրոթեզը քիչ շփվի արտաքին միջավայրի հետ, արագ տեղադրվի, դա նպաստում է հետագա ինֆեկցիոն բարդությունների կանխարգելմանը։ Կա կատարած հետազոտություն, որ 60-ից 90 րոպե եթե տևում է ինֆեկցիալու հավանականությունը 0.7% է, եթե 90 րոպեից ավել է կատարում վիրահատություն, այսինքն շփման վերքային մակերեսը ավելի շատ է շփվում արտաքին միջավայրի հետ, վիրահատության ինֆեկցիան հավանականությունը 1.4% է կազմում։ Բավականին կրկնապատկվում է գրեթե։ Այո, դրա համար ինչքան փորձառու եւ ինչքան արագ աշխատի, դրան նպաստում է համակարգված թիմային աշխատանքը։ Սկսած բուժքույրը, բժիշկը, օգնականը, երբ պրոթեզը բացի, երբ արագ ակտիվացնի պրոթեզը, երբ տեղադրվի։ Ու բուժքույրը չասես մի հատ գործի կա, պետք է ասես սպասի մի հատ գնամ կողքի վիրահատարանից։ Այո, դա ակտուալ խնդիր է։ Իմիջիայլոց ամբողջ աշխարհում դուք նշեցիք, ես ինձ բազմաթիվ վերապատրաստում եմ, ինձ դա միայն Հայաստանում է։ Քիչ էր մնում իջնային առաջի հարգից բերեն ինչ-որ մի գործից կամ լայնից, ես հասկացա, որ մենք այդքան էլ հետ չենք մնում աշխարհից, որովհետև նույն բանը ամենտեղ է։ Նույն տեղն է, որ եթե վիրահատություն ասենք երկար ժամանակ չարվի, միշտ մի 5 բան պակաս ալնելու վիրահատական։ Երկար է արվի, միշտ ինչ-որ մարկային ֆակտորը կա այդտեղ։ Որ հիվանդի երբեք չեք անի այս վիրահատությունը, ինչքան էլ որ դες գումար տա կամ խնդրի, որ դուք այդ վիրահատությունը իրականացնեք։ Տեսեք, դուք հակացությունների մասին, այսպես ասած, հարցը տվեցիք։ Հակացություն որպես այդպեսի, նախ հիվանդը պետք է հոգեբանական ստաբիլ վիճակում լինի եւ հասկանա ինչի է գնում։ Այսինքն պացիենտը պետք է հասկանա, որ հետդարձի ճանապարհ չկա, այն հետդարձի զնաչոկը միշտ պետք է ցույց տաս պացիենտին, որ դու հետ չունես։ Երկրորդ, այն պացիենտները, որոնք ունեն ուրոգենիտալ ինֆեկցիա կամ համակարգային ինֆեկցիա օրգանիզմում կամ մաշկի վրա ինֆեկցիոն որևէ փոփոխություններ, իրենց երբեք չի կարելի անել, դա հակացում է։ Պացիենտներ, շաքարային դիաբետով պացիենտներ, ում մոտ գլիկորիզացված հեմոգլոբինը 8.5-ից 9-ից բարձր է։ Գլիկորիզացված հեմոգլոբինը մեր պացիենտներին ասենք, եթե չգիտեն, դա 3 ամսվա մեջ օրգանիզմում հեմոգլոբին գլիկոզայի միջին մակարդակն է։ Այսինքն պետք է պացիենտին բացատրել, որ պետք է այնպես հետևել, դեղորայքը ժամանակին ասել, որ դա չբարձրանա։ Հաճախ պացիենտները կարող են ասել, որ այո, բժիշկ ջան, կանեմ, այնքան որ այդ արդյունքը տեսնեմ, բայց բավականին խնդիրը լուրջ է եւ ինֆեկցիոն հավանականությունը բավականին բարձրանում է։ Իսկ եթե ինֆեկցիաց պրոթեզը, դա միակ լուծումը դրա հեռացնելն է պրոթեզը։ Հա, այսինքն այնտեղ հյուսվածք չկա, որ որևէ թերապիա իրականացվի։ Այո, ինքը փակ համակարգ է եւ պետք է հեռացնել։ Ինֆեկցիան, լավ, հարցը պատասխանը վերջացնեմ, չենք կատարում նաև այն պացիենտներին, որոնք չեն կարող հետագայում իրենց խնամքը ապահովել, այսինքն ակտիվացնել պրոթեզը, ապահովել ստերիլությունը։ Դա խոսքը երբ շարժունակության խնդիրներ ունեցող պացիենտներ են, սպինալ հիվանդները, որոնք դժվար է, մնացորդային մեզ ունեցող հիվանդները, դժվարամիզություն ունեցող հիվանդները, այսինքն մինչև այդ եթե հնարավորություն կա շտկում ենք այդ հարակից խնդիրները, նոր գնում պրոթեզավորման։ Հարաբերական ցուցում կարելի է ասել տարիքը 75-ից բարձր տարիք է, բայց եթե պացիենտը պահպանված է, ակտիվ եւ առույգ է, ինչու՞ չէ, երկարատև քննարկումից եւ բացատրելուց հետո։ Հարաբերական ցուցումը խրոնիկական անբավարարություն ունեցող հիվանդները, սրտային անբավարարություն 3-4 աստիճան ունեցող հիվանդները։ Այս վիրահատությունից առաջ շատ մեծ տեղ ունի զրույցը պացիենտի հետ, բացատրել բոլոր հնարավոր լավ եւ վատ կողմերը, ինչ կարող ենք ունենալ, ինչ բարդություններ եւ ինչ լավ արդյունք կարող ենք ունենալ։ Պացիենտը պետք է հասունանա, որ տա իր համաձայնությունը։ Ինչ արժի վիրահատությունը։ Ամենատենց հետաքրքիր հարցը։ Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես մի քիչ այս կողմեն կողմ անկախ ուղեկցող հիվանդությունից մոտ 2.5 միլիոն դրամ։ Հա, այսինքն էժան վիրահատություն չի ինքը հանդիսանում։ Այո, բայց միջազգային շուկայի համար բավական էժան է։ Պրոթեզը ինքը ներառյալ, ինքը մեծ մասը հենց պրոթեզի գինն է։ Այո, կեսից ավելի մոտավորապես, Վիրահատությունից հետո ցավոտ է լինում, թե չէ, հետվիրահատական շրջանում։ Մոտակա 1 շաբաթը այո, եւ ցավը լինում է պայմանավորված պրոթեզի ակտիվացման հետ։ Այսինքն պրոթեզը ակտիվանալով վերքային մակերեսը բնականաբար ինչպես ցանկացած վիրահատություն
հետվիրատական շրջանում վերքային մակերեսը ցավում է պրոթեզի ակտիվացման հետ, բայց աստիճանաբար ցավը մեղմանում է, որպես կանոն օրական 1 անգամ ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ կիրառելով իբուպրոֆեն, զիկլոֆենակ ցավը հանգստանում է։ Քանի օր են մնում հիվանդանոցում մեր պացիենտները։ Միջինում 5 օր, մաքսիմալ արագ փորձում ենք պացիենտին դուրս գրել հիվանդանոցից։ Ինքը իմաստը կանում է նրանում, որ ներ հիվանդանոցում գտնվելու ժամանակ պացիենտները ստանում են պարենտերալ շատ հզոր հակաբիոտիկներ, կանխարգելելով հետագա ինֆեկցիումը։ Այսինքն խմելու միջոցով անտիբիոտիկներ չկա այդ խմբի, որ ասեն գնացեք տանը խմեք։ Խոսքը մերոպեն է վանկոմիցին մասին, ու ներվիրահատական նաև կիրառում է վանկոմիցին, գենտամիցին, այսպես ասած վիրահատական դաշտը անընդհատ ողողում ենք, անընդհատ լվանում ենք։ Երբ կարելի է սեքսով զբաղվել պրոթեզավորումից հետո։ Մոտավորապես 1.5 ամիս հետո, երբ որ պացիենտը արդեն դա ակտիվացնում է, իջացնում է ցավերը, ինքը նույն սերմը տեսնելու է իրան։ Այո, սերմը տեսնում է, հաճույքը զգում է, նո տարիքից կախված, եթե երիտասարդ է, այո, նույն սերմնաժայթքում է ունենում, երեխա կարող է ունենալ։ Ինքը երբեք չի փոխարինի բնական օրգանիզմին։ Միզարձակումը ո՞նց է կատարվում այդ պարագայում։ Միզարձակությունը սովորական նման առնանդամը հանգիստ ժամանակ սովորական իր չափսերի մեջ է գտնվում։ Այս դրանում առավելությունը միակ կոմպոնենտ, երբ միշտ առնանդամը էրեկցիա վիճակում է գտնվում եւ եռա կոմպոնենտ, երբ կարիքը չկա, սեռական հարաբերություն չկա, հանգիստ վիճակում է գտնվում եւ դա նպաստում է ապագայում, եթե պացիենտը ներմիզուկային որևէ վիրահատության կարիք ունի, դա չի խանգարում պրոթեզը։ Իսկ մշտապես էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամը կխանգարի, դուք ինքներդ գիտեք։ Վերջի հարցը սենց էի պատրաստի, ինչ բարդությունների կարող ենք հանդիպել վիրահատության համար, բայց ոնց որ այդ հարցին մի 5 հարցի մեջ պատասխանեցիք, դա ներ այդ իմպլանտի ինֆեկցիոնն է։ Ամենակարևոր բարդությունները դա պրոթեզի վնասումն է։ Համակարգը կարող է վնասվի կամ ինքն իրան վնասվի դա։ Եթե ապացուցում է, որ վնասումը եղել է արտադրողի պատճառով, արտադրողը ապահովում է նոր պրոթեզի տրամադրումը։ Հետազոտություն է կատարել, որ 5 տարվա մեջ 5%-ից քիչ դեպքերում է հանդիպել կատարած վիրահատությունների ստատիստիկան, որ կատարել են վնասում պրոթեզի։ Եվ կարա բժշկի կողմից վնասվի ներվիրահատական կարելու ժամանակ պրոթեզի թաղանթը չվնասի։ Երկրորդ ամենավտանգավոր եւ մեր համար տհաճ բարդությունը դա ինֆեկցիոնն է։ Այդ պատճառով հակաբիոտիկային պրոֆիլակտիկա են կատարում, արտադրողը արտաքինից այնպիսի թաղանթով է պատված պրոթեզը ինգիբիզոն է կոչվում, որը 15 օր անտիբիոտիկ է արտամղում դեպի օրգանիզմ, ապահովելով կանխելով ինֆեկցիումը։ Եվ կարա լինի, եթե օրինակ սխալ չափսընտրած լինի, առնանդամի գլխիկի պերֆորացիա կարող է լինել, կարող է լինի նեկրոզ գլխիկի։ Ինչպես մյուս բոլոր ասեպտիկան, անտիսեպտիկան չպահպանելու դեպքում հնարավոր բարդությունները։ Շնորհակալություն, դոկտոր ջան, մեր մոտ մեր հյուրը Երևան բժշկագիտական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ Արտակ Հուսիկի Մադացյանն էր։ Մենք այսօր խոսեցինք առնանդամի պրոթեզավորումից, նորություն ամբողջ աշխարհում եւ առավել եւս Հայաստանում։ Բաժանորդագրվեք բժշկի Instagram-յան, Instagram չունեք, Facebook-յան էջին, որ նորություններին ծանոթանաք, կարող եք, եթե մտածում եք նմանատիպ վիրահատություն ձեր համար կատարվի, հիմնականում նաև պրոստատեկտոմիաներից հետո կարա էֆեկտիվ լինի, չէ՞, Այո, հիմնական կոնտինգենտը նաև պրոստատեկտոմիայից հետո պացիենտներն են, քանի որ հիմա գիտեք բավականին վաղ հայտնաբերում մշականակագեղձի քաղցկեղը կատարվում է պրոստատեկտոմիա, եւ երիտասարդ պացիենտները զրկվում են սեռական հարաբերություն կատարելու հնարավորությունից։ Իսկ գիտեք, որ էրեկցիա դիսֆունկցիան դա տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, բայց կյանքի որակն է գցում, ինքնագնահատականն է գցում։ Ու կարա նաև կյանքին վտանգ սպառնում։ Այո, թերարժեքության զգացողություն է առաջանում։ Դրա համար գոյություն ունի նմանատիպ վիրահատական միջամտություններ։ Դե ինչ սիրելիներս, կոմենտներում գրեք, ձեզ դուր է գալիս մեր նոր ֆորմատը, թե չէ։ Պակա։